Բարև, կյանքում լինում են պահեր, որ հարկավոր է արագ կողմնորոշվել, խոհանոցում իհարկե։ Այսօր պատրաստելու ենք այդպիսի մի արագ կերակուր, որը պատրաստվում է անսպասելի հյուրերի համար։ Պատրաստելու ենք ռուլետ, ասեմ ինչ է հարկավոր այն պատրաստելու համար։ Սամիտ, գլուխ սող, ալյուր, կաթ, սամիտ չորացրած, կարագ, ձու, խոզապուխտ, պանիր, ածած կարմիսե պղպեղներ, աղ, կանաչ պատիճավոր լոբի պահածոյացված և բուսայուղ։ Հարկավոր է ջեռոցը նախապես միացնել 180 աստիճան, պետք է տաք լինի։ Եվ ահա։ Պատրաստենք ռուլետի խմորը, սկսենք դրանից։ Վերցնում ենք հարիճի կամանը, ջարդում ենք ձվերը, համեմում ենք, մի փոքր աղ, պղպեղներ, և հարում ենք։ Ավելացնում ենք հալած կարագը, կարելի է անմիջապես չորացրած սամիտն էլ ավելացնել, կարելի է հարել արդեն հարիչով, թե չէ ինչի համար է հարիչը, հարել է։ Մանր կտրատում ենք սոխը։ Դեռ շուտ է սամիթին։ Ավելացնում ենք կաթը, այնուհետև ալյուրը, և նախապատրաստենք ջեռոցի տապակը։ Թողում ենք յուղաթուղթ, Սա արեցինք, նա արեցինք, սա էլ արեցինք, խմորն էլ արդեն գրեթե պատրաստ է։ Լցնում ենք սոխը։
Ստեղմեջ Դեպը գտալը Հավասար տարածում ենք Եվ կտրատում խոզապուխտը Եվ լցնում ենք վրան Քիչ մոտարեմ Կարծես թե վերջ Սա դնում ենք ջեռոցը Մոտ 15 րոպե Մինչև կզգանք, որ չորացել է վրայի շերտը Իսկ մինչ այդ ունենք գործողություն Ինչ ենք անում Ջրքամում ենք կանաչ պատիճավոր լոբին ահածոյացված Եվ տապակում են Տապակում ենք բուսայուղով Մի փոքր կարակ է մնացել Կարակն էլ լցնենք, թող համեղ լինի երկուսը միասին համեղ է Որ համտա Ձել էսպես Թող տապակվին Մինչ այդ կարելի է պան 3 երիչով անցկացնել Լոբին տապակում ենք այնքան, մինչև ջուրը քաշի, պատրաստ է նա, կարելի է վերցնել։ Մանր կտրատում ենք սա մի թթարմ, Իսկ պանիրը դեռ վաղ է և համեմում ենք Տեսնենք ինչ վիճակում է խմորը Կարծում բավական է Ալյումինաթուղթ ենք փռում Եվ խմորը շրջում վրան Ավելի հեշտ է ալյումինաթուղթը վրան փռել, հետո շրջել Այսպես
Եվ օգնության է գալիս տախտակը։ Հիմա հարկավոր է զգուշորեն հանել յուղաթուղթը։ Եթե յուղաթուղթը կպած է խմորին, կարելի է այն սառը ջրով թրջել, որից հետո հեշտությամբ կարելի է պոկել։ Այսպես, և խճողում ենք։ Հավասար տարածում ենք իրան լոբին։ Պանիրը և փաթաթում ենք ռուլետ։ Օգնության է գալիս մեզ ալյումինաթուղթը։ Եվ դնում ենք սառնան մի փոքր սառչի, որից հետո կտրատենք և կմատուցենք, այսպես։ Ռուլետ նախուտեստային։ Ալյուր կես բաժակ, կաթ մեկ բաժակ, սոխ մեկ փոքր գլուխ, թարմ սամիտ փոքր փունջ, չոր սամիտ մեկ թեյի գդալի չափ, կարակ փոքրիկ կտոր մոտ 15 գրամ, աղ պղպեղներ, ձու 4 հատ, խոզապուխ մոտ 200 գրամ, կանաչ լոբի 1 տուփ, պանիր 100 գրամ և բուսայուղ։ Պատրաստման եղանակը։ Ջեռոցը միացնել 180 աստիճան։ Հարիչի թասի մեջ ջարդել ձվերը, համեմել դա աղ ու պղպեղով, հարել, դրանից հետո ավելացնել հալեցրած կարակը, վրան փշրել 4 սամիթը, լավ հարել, մանր կտրտել գլուխ սոխը, հարիչի թասի մեջ ավելացնել նաև կաթը, ալյուրը և շարունակել հարել, ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, խմորին ավելացնել կտրտած սոխը, խառնել, ապա սալցնել տապակի մեջ, երեսին շաղ տալ կտրտած խոզապուխտը։ Դրանից հետո հարկավոր է տապակը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը, եփել 15 րոպե, մինչև զանգվածի երեսին կեղև կապի։ Այդ ընթացքում ջրքամած կանաչ լոբին քիչ բուսայուղով տապակել այնքան, որ հեղուկը գոլորշիանա։ Տապակը կրակից վերցնել, վրան կտրտած թարմ սամիտ, աղ ու պղպեղներ ավելացնել, խառնել։ Խմորը հանել ջեռոցից, գցել ալյումինաթղթի կամ յուղաթղթի կտորի վրա, հին յուղաթուղթը հեռացնել, խմորի վրա տարածել լոբին, քերած պանիր շաղ տալ և ալյումինաթղթի կամ յուղաթղթի օգնությամբ ինչ որ օգտագործում եք, ռուլետ փաթաթել, թողնել այն գոլանա, կտրտել և մատուցել։ Իսկ հիմա անցում անենք հնդկական խոհանոցին, պատրաստելու ենք կիչրի։ Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է յուղ, կոճապղպեղ, դափնու տերև, քրքուն, հիլ, մեխակ, դարչին, սիսեր, բրինձ, համեմ, մաղադանոս, աղ։ Վերցնում ենք լայն կաթսա, այսա, և տաքացնում յուղը։ Տապակել ենք համեմունքները։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, քրքուն, դափնու տերև, հիլ, մեխակ և դարչին։ Մանր կտրատում ենք կոճապղպեղը, կամ կարելի է քերիչով անցկացնել, ինչու՞ չէ։ Ուղղակի լավ հարկավոր է խոզանակով լվանալ կեղևը։ Եվ հենց կեղևով էլ օգտագործում ենք։
Անմիջապես համեմունքները բույրը բացվեց համեմունքներին։ Ինչ է հարկավոր անել սիսեռի հետ, այն հարկավոր է ամբողջ գիշեր թողնել ջրի մեջ։ Ավելացնում ենք սիսեռը։ Համեմում ենք պղպեղներով, մոռացել ենք պղպեղների մասին, կարմիր և սև պղպեղներով։ Իհարկե աղ։ Ավելացնում ենք բրինձը։ Եվ կլցնում ջուրը։ Ուժեղ կրակի վրա հասնում ենք եղմանաստիճանի, որից հետո մարմանդ կրակի վրա շարունակում ենք եփել այնքան, մինչև բրինձը պատրաստ լինի։ Մանր կտրատում ենք մաղադանոսը և համեմը։ Ջուրը արդեն քաշել եմ, բրինձը արդեն պատրաստ եմ։ Լցնում ենք կանաչիները։ Լավ խառնում ենք և կարելի է արդեն կրակը անջատել։ Ծածկում ենք կափարիչը, թողնում ենք մի քանի րոպե։ Մինչ այդ կարելի է սեղանը հավաքել և տեսնել, թե ինչով ենք մատուցել։ Եվ արդեն տեղափոխենք կերակուրը ափսեի մեջ։ Հրաշալի բույրեր, ինչու չեն նաև գույներ, ասա ափսեի գույնը ինչ լավ է ստացվել։ Շատ լավ ստացվել է ափսեի գույնը։ Ընտրեմ, պատրաստեք և ամբողջնեք։ Կիչրի Սիսեռ 1 բաժակ, նախապես հարկավոր է կամ շատ լավ թրջել 1 օր, կամ հարկավոր է թեթևակի խաշել։ Բրինձ բասմատի 1 բաժակ, համեմ փոքր փունջ, մաղադանոս փոքր փունջ, յուղ 2 ճաշի գդալ, կոճապղպեղ թարմ 15 գրամ անոց մի կտոր, աղ, քրքում, դարչին, մեխակ, հիլ, դափնու տերև, պղպեղներ։ Պատրաստման եղանակը լայն կաթսայի մեջ յուղ տաքացնել, մեկական պտղունց քրքում, դարչին, մեխակ, հիլ, դափնու տերև դնել, ավելացնել նաև քերած կոճապղպեղը և տապակել մինչև բույրերը բացվեն։ Դրանից հետո ավելացնել սիսեռը, համեմել պղպեղներով, աղ անել, ավելացնել նաև բրինձը, եղջյուր լցնել այնքան, որ մոտավորապես 2 մատ ծածկի, եփել մինչև բաղադրիչները պատրաստ լինեն։ Եվ վերջում շատ արագ պատրաստվող աղցան ասեմ, ինչ է հարկավոր այն պատրաստելու համար։ Չաման, մանանեխի փոշի, շաքարավազ, աղացած կարմիր սև պղպեղներ, աղ, կիտրոնի հյութ, կեչուպ, քացախ, մառոլի տերևներ, թարմ վարուն, գլուխ սող, քաղցր պղպեղ և ձիթայուղ։ Սկսենք սոուսից։ Առաջին հերթին չոր բաղադրիչները, որը չամանն է, մանանեխի փոշին, շաքարավազը, պղպեղները և աղը, հարում ենք։
Եվ լցնում ենք թաց բաղադրիչները։ Կիտրոնի հյութը, կետչուպը կարելի է վերցնել լոլիկի մածուկ, կացախ, դե իհարկե ձիթայող, հարում ենք։ Թող մնա սոուսը, համերը կխառնվեն, իսկ մենք կտրատենք հիմնական բաղադրիչները։ Վերցնում ենք սիրելիաները և սկսում ենք հերթով կտրատել։ Մարոլի տերևները, կանաչ մասի իհարկե կպահենք ձևավորելու համար, գլուխ սոխը կիսավողակներով, կտրատում ենք քաղցր պղպեղը, իհարկե սերնատուփը և պտղակոթը հեռացնելուց հետո։ Սա քեզ։ Եվ կտրատում ենք վարունգը։ Վերցնենք մատուցվող ափսեն։ Վերջ, կտրատած մթերքների վրա լցնում ենք սոուսը, լավ խառնում ենք և տեղադրում մարոլի տերևների վրա։ Աղցան, մարոլ 7-8 տերև, վարունգ 1-2 հատ, սոխ կարելի է վերցնել կարմիր, կարելի է վերցնել նաև սովորական, սակայն ցանկալի է կարմիր սոխ, 1 գլուխ, կարմիր պղպեղ 1 հատ, չամանի սերմ կարելի է վերցնել նաև նեխուրի սերմ, 1 քառորդ թեյի գդալ, շաքարավազ 1.5 թեյի գդալ, աղ պղպեղներ, մանանեխի փոշի 1 թեյի գդալ, գինու քացախ 1 ճաշի գդալ, կետչուպ, կարելի է վերցնել լոլիկի մածուկ ձեր ցանկությամբ 2 թեյի գդալ, կիտրոնի հյութ 1.5 թեյի գդալի չափ և ձիթայող։ Պատրաստման եղանակը. սոուսի համեմունքները, չամանի սերմը, շաքարավազը, մանանեխի փոշին, կարմիր քաղցր պղպեղը, սև պղպեղը, աղը, լցնել հարիչի բաժակի մեջ, թեթևակի միասին հարել, ապա ավելացնել կիտրոնի հյութը, կետչուպը, քացախը, հարել։ Դրանից հետո ավելացնել ձիթայուղը և հարել այնքան, մինչև էմուլսիայի նման զանգված ստացվի, այսինքն սոուսը թանձրանա։ Աղցանի բաղադրիչները, մարոլը, վարունգը, սոխը, կարմիր պղպեղը կտրտել, լցնել թասի մեջ, ավելացնել սոուսը, խառնել և մատուցել։ Այսօր էլ այսքանը և հատուկ նրանց համար, ովքեր սիրում են զուգահեռ մեզ հետ պատրաստել, ասեմ, հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկան միս, համեմված խոզապուխտ, թթու վարունգ, կարմիր պղպեղ, բուսայուղ, նեխուր, գազար, սոխ, գարեջուր, կաթ և բարձր տրամադրություն։ Իսկ մենք կհանդիպենք երբ կհանդիպենք։